Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրամյանն եմ, բարի երեկո, ուր վերադարձությունները նախամարոտ։ Շվեդական աշխարհահռչակ Scania ընկերությունը իր պաշտոնական ներկայացուցչությունն է բացել Հայաստանում, որի ներկա եղել նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Նա իր խոսքում կարևորել է նման խոշոր ընկերության մուտքը Հայաստան։ Վերջերս Ֆրանսիայում տեղի ունեցած Eurosatory 2026 պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակում հայտարարվել է ֆրանսիական Thales եւ հայկական Butech ընկերությունների միջև ռազմավարական գործընկերության մասին, հայտնել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ Եվրոպական միությունը Հայաստանի Հանրապետությունից հանում է աքսիզային հարկերը 420 միլիոն եվրոյի չափով, փաստացի զրոյացնելով ԵՄ Հայաստան առևտրի բոլոր հիմնական տնտեսական խոչընդոտները։ Այս մասին գրել է Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ Ընտրությունների կեղծման եւ ընտրախախտումների հետ կապված ընդդիմության քննադատությունները իրականության հետ աղերս չունեն եւ 2018 թվականից սկսած Հայաստանում ընտրություններ չեն կեղծվել եւ չեն կեղծվելու։ Free News-ի զրույցը քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Մարիամ Պողոսյանի հետ։ Այսօր կրակոցներ են հնչել Երևանում, օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դրանք հնչել են Կիլիկիա թաղամասում Սիսվան փողոցում եւ կան վիրավորներ։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, շաբաթվա քրեական քրոնիկոնը։ Վանաձորում կորած երկու քույրերից մեկի որոնողական աշխատանքները շարունակվում են արդեն 5-րդ օրը։ 7 եւ 13 տարեկան քույրերի անհետացման մասին ահազանգը ստացվել էր հունիսի 15-ին։ 2 օր անց հունիսի 17-ին Փամբակ գետում հայտնաբերվել էր 7-ամյա Նարե Մարտիրոսյանի մարմինը։ Որոնողական գործողություններում ներգրաված են փրկարար ծառայության 167 աշխատակից, 90 ոստիկան կամավորներ եւ ջրասուզակներ։ Աշխատանքներում կիրառվում են նաեւ անօդաչու թռչող սարքեր, նավակներ եւ տեխնիկական այլ միջոցներ։ Իշխանությունները ապամոնտաժել են նաեւ այն խողովակը, որով տեղի բնակիչներն անցնում էին Փամբակ գետի վրայով։ Նախնական տվյալներով հենց այդ խողովակով էին քույրերը անհետացման օրը փորձել անցնել գետի մյուս ափ։ Անդրադառնանք այլ թեմաների, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Firebird ընկերության կողմից Հայաստանում կառուցվող արհեստական բանականության տվյալային կենտրոնի ընթացիկ գործունեությանը եւ առաջիկա ծրագրերին վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նախագծի իրականացման ժամանակացույցին, պետական եւ մասնավոր հատվածների գործակցության շրջանակում կատարվող աշխատանքներին, նաեւ արհեստական բանականության գործանի լիարժեք գործարկման համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը։ Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը եւ նշել, որ այն Հայաստանի տեխնոլոգիական զարգացման տեսանկյունից ռազմավարական նշանակություն ունեցող նախաձեռնություն է։ Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության նորանշանակ ղեկավարի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Վրաստանի միջև առևտրատնտեսական եւ մաքսային ոլորտներում գործակցությանը վերաբերող հարցեր, հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։ Հունաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն էլ հանդիպել է Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկել եվրոպական շուկաներում ներառյալ Հունաստանում հայկական արտադրանքների ներկայացման եւ հնարավոր ներկրման հնարավորությունների մասին։ Դեսպան Մկրտչյանը կարևորել է հայկական գյուղատնտեսական մթերքների արտահանման շուկան դիվերսիֆիկացնելու անհրաժեշտությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հարցը պահել օրակարգում եւ հայկական ապրանքների մատակարարման հետ կապված աշխատանքներ իրականացնել որոշակի արդյունքներ ապահովելու նպատակով։ Շվեդական աշխարհահռչակ Scania ընկերությունը իր պաշտոնական ներկայացուցչությունն է բացել Հայաստանում, որի ներկա եղել նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Նա իր խոսքում կարևորել է նման խոշոր ընկերության մուտքը Հայաստան ներդրումային միջավայրի եւ միջազգային գործընկերության տեսանկյունից։ Վերջին տարիների միջազգային հարթակներում Հայաստանի վարկանիշի բարձրացմանը զուգահեռ նաև տնտեսական աճով պայմանավորված միջազգային խոշոր ընկերությունները ներդրումներ են կատարում Հայաստանում։ Հերթականներից է շվեդական աշխարհահռչակ Scania ընկերության մուտքը Հայաստան։ Scania-ի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Ողջունելով ներկաներին Նարեկ Հովակիմյանն ընդգծել է, որ Scania-ի մուտքը հայկական շուկա կարևոր իրադարձություն է ոչ միայն տրանսպորտային այլև Հայաստանի տնտեսական զարգացման, ներդրումային միջավայրի եւ միջազգային գործակցության տեսանկյունից։ Scania-ի նման համաշխարհային առաջատար ընկերության մուտքը հայկական շուկա խորհրդանշական եւ կարևոր քայլ է, որը համահունչ է տարածաշրջանի տրանսպորտային ներուժի ընդլայնման եւ ժամանակակից ենթակառուցվածքների զարգացման մեր տեսլականին։ Այսօր մենք ականատես ենք ոչ միայն նոր ներկայացուցչության բացմանը, այլև երկարաժամկետ գործընկերության նոր հնարավորությունների եւ համատեղ հաջողությունների մեկնարկին։
Նարեկ Հովակիմյանն անդրադարձել է արտադրողականության խթանման պետական աջակցության ծրագրին, նշելով, որ այն տնտեսվարողներին հնարավորություն է տալիս արտոնյալ պայմաններով ձեռք բերել նոր մեքենասարքավորումներ եւ տեխնոլոգիական միջոցներ։ Նրա խոսքով ծրագիրը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ նաեւ տրանսպորտային եւ լոգիստիկ ոլորտի ընկերությունների համար, նպաստելով ժամանակակից տեխնիկայի եւ բարձր արդյունավետությամբ մեքենաների ձեռքբերմանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունը, ուղղված տարածաշրջանային եւ միջազգային տնտեսական կապերի ընդլայնմանը, առևտրի խթանմանը եւ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, անդրադառնալով կառավարության կողմից որդեգրված խաղաղության խաչմերուկ եւ Թրամփի ուղի նախաձեռնությունների շրջանակներում իրականացվող աշխատանքներին։ Սկանյան ծանր բեռնատարների եւ ավտոբուսների եւ տրանսպորտային լուծումների ոլորտում համաշխարհային առաջատար ընկերություններից է, որի պաշտոնական ներկայությունը Հայաստանում կնպաստի ժամանակակից տեխնոլոգիաների եւ միջազգային լավագույն փորձի ներդրմանը։ Վերջերս Ֆրանսիայում տեղի ունեցած Eurosatory 2026 պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակում հայտարարվել է ֆրանսիական Thales եւ հայկական Butech ընկերությունների միջև ռազմավարական գործընկերության մասին, հայտնել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ Հայաստանյան ռազմաարդյունաբերությունն ու բարձր տեխնոլոգիաները շարունակում են մեծ հեղինակություն եւ պահանջարկ ունենալ միջազգային հեղինակավոր ընկերությունների եւ առաջատար երկրների շրջանում։ Վերջերս Ֆրանսիայում տեղի ունեցած Eurosatory 2026 պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակում հայտարարվել է ֆրանսիական Thales եւ հայկական Butech ընկերությունների միջև ռազմավարական գործընկերության մասին։ Այս մասին հայտնել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ Հայաստանի բարձր տեխնոլոգիական եւ պաշտպանական արդյունաբերության համար նման համաշխարհային առաջատարի հետ համագործակցությունը չափազանց կարևոր ազդակ է։ Հայկական ընկերությունները հետզհետե ավելի մեծ կարողություն են ցուցաբերում լուծումներ մշակելու, բարդ համակարգեր ինտեգրելու եւ միջազգային չափանիշներին համապատասխանելու գործում։ Կարևոր է ընդգծել, որ այս իրադարձությունները հաջորդում են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև պաշտպանական արդյունաբերության ոլորտում մայիսի 5-ին Երևանում ռազմավարական փաստաթղթի ստորագրմանը։ Thales Butech գործընկերությունը կնպաստի Հայաստանում բարձր որակավորում պահանջող աշխատատեղերի ստեղծմանը, կխորացնի Հայաստան-Ֆրանսիա ռազմական եւ տեխնոլոգիական գործակցությունը եւ կամրապնդի մեր երկրների միջև ռազմավարական փոխգործակցությունը։ Հավելենք, որ դեռևս մայիսի 28-ին Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում տեղի ունեցած զորահանդեսի ժամանակ հանրությանը ներկայացվեցին նաև Հայաստանում արտադրված տարատեսակ ռազմական տեխնիկաներ, որոնց թվում ԱԹՍ-ներ, ռազմական ամենագնացներ, հայկական ռազմաարդյունաբերության ոլորտի այլ ձեռքբերումներ։ Իսկ արդեն հունիսի սկզբին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանրությանը ներկայացվեցին միմիայն հայկական արտադրության զինտեխնիկա։ Եվրոպական միությունը Հայաստանի Հանրապետությունից հանում է ակցիզային հարկերը 420 միլիոն եվրոյի չափով փաստացի զրոյացնելով ԵՄ Հայաստան առևտրի բոլոր հիմնական տնտեսական խոչընդոտները։ Այս մասին գրել է Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, նշելով, Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է պահպանել հայկական ապրանքների մուտքի եւ ԵԱՏՄ այլ երկրներ տարանցման արգելքը։ Ռուսաստանի Դաշնության իշխանությունը չի շնորհավորում Հայաստանի Հանրապետության իշխանությանը։ ՌԴ ազդեցության տակ գտնվող կուսակցությունները առանց բացառության Սահմանադրական դատարանում բողոքարկում են հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները։ Հետևություն ճիշտ ժամանակն է ստորագրելու Եվրոպական միության հետ համապարփակ առևտրի եւ ասոցիացման համաձայնագիրը եւս մեկ կարևոր քայլ անելով դեպի Եվրոպական միություն, գրել է նա։ Ադրբեջանի տարածքով կրկին ռուսական հացահատիկ կառակվի Հայաստան, հայտնում է ադրբեջանական ապագործակալությունը, նշելով, որ այսօր Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան կուղարկվի ռուսական հացահատիկով բեռնված 7 վագոն 490 տոննա ընդհանուր քաշով։ Նշվում է, որ առ այսօր Ռուսաստանից Հայաստան-Ադրբեջանի տարածքով տարանցմամբ արդեն տեղափոխվել է ավելի քան 29000 տոննա հացահատիկ, ավելի քան 7000 տոննա պարարտանյութ, 414 տոննա քարածուխ, 133 տոննա ալյումին եւ 68 տոննա հնդկաձավար։ Հաղորդակցության համաձայն մինչև օրս Ադրբեջանից Հայաստան է մատակարարվել նաեւ ավելի քան 13000 տոննա դիզելային վառելիք, 979 տոննա AI-92 տեսակի բենզին եւ 2955 տոննա AI-95 տեսակի բենզին։
Ընտրությունների կեղծման եւ ընտրախախտումների հետ կապված ընդդիմության քննադատությունները իրականության հետ աղերս չունեն եւ 2018 թվականից սկսած Հայաստանում ընտրությունները չեն կեղծվել եւ չեն կեղծվելու, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այդ տխրարչակ փուլը փակել է։ Փրինյուզի հետ զրույցում ասել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Մարիամ Պողոսյանը, վստահեցնելով այսօր Հայաստանում միակ եւ որոշիչ ուժը քաղաքացին է եւ միայն նա կարող է թելադրել քաղաքական ուժերին, թե ինչ օրակարգով շարժվել առաջ։ 2018 թվականից սկսած, երբ տեղի ունեցավ Թավշյա հեղափոխությունը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին մերժեց նախկին իշխանություններին, որևէ ընտրություն լինի համապետական թե թիմ չի կեղծվել, այսպես մեկնաբանեց Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Մարիամ Պողոսյանը ընդդիմության կողմից հնչեցվող քննադատություններին, որոնք պնդում են, թե ընտրությունները անցել են խախտումներով եւ կեղծված են։ Падգամավորի կարծիքով արտահերթ ընտրություններ անցկացնելու հիմքեր չկան, քանի որ դրանք անցել են արդար եւ թափանցիկ։ Իսկ անդրադառնալով ընդդիմադիր որոշ քաղաքական ուժերի սահմանադրական դատարան դիմելու որոշմանը, բանախոսն ասաց, թե ավելի լավ կլինի, որ նրանք իրավապահ մարմիններին պատասխան տան, թե ինչու են մեծածավալ ընտրակաշառքով զբաղվել եւ փորձել այդ միջոցով ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Ոչ միայն պատիժ կրեն այն մարդիկ, ովքեր կարելի ասել այդ հիմնական, որ գումարը բաժանել է, իրանք այդ ավելի մանրացրել են գումարի իր մեջ բաժանել են, ոչ միայն նրանք պետք է պատժվեն, այլ նաեւ հիմնական գլուխներ ընտրակաշառք բաժանող պետք է նրանք իրենց պատիժը ստանան։ Իսկ ընտրությունները անցել են արդար, թափանցիկ, ես որևիցե հիմք չեմ տեսնում ընտրությունները անվավեր ճանաչելու։ Падգամավորը իր խոսքում անդրադարձ կատարեց նաև անհրաժեշտ օրենսդրական այն փոփոխություններին, որոնք վերաբերում են ընտրական օրենսգրքին։ Վերջինս վստահեցրեց, իրենց քաղաքական ուժը ձեռնարկելու է օրենքով սահմանված բոլոր հնարավոր միջոցները, որ ընտրակաշառատուն եւ փողի վրա հիմնված քաղաքական ուժերն ու գործիչները արմատախիլ արվեն քաղաքական դաշտից։ Պողոսյանը խոսելով ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու իրենց խմբակցության նախաձեռնությունից, որով սահմանափակվում է տարիներով Հայաստանից բացակայող քաղաքացիների ընտրական իրավունքը, ընդգծեց, որ դրանով ականջալուր են եղել նաև Հայաստանում մշտապես բնակվող եւ բարիք ստեղծող քաղաքացիների արդարացի պահանջին։ Ընդդիմության հնարավոր փողոցային պայքարի մասին վերջինս ասաց. Ես լուրջ չեմ վերաբերվում այդ հայտարարությանը, որովհետեւ իրենք մի բարձ ճշմարտություն կա, իրենք չեն կարողանում գեներացնել, քանի որ ընտրությունները մարդկանց մեջ բողոք չկա ընտրությունների անցկացման վերաբերյալ, որ ընտրությունները կեղծվել են կամ ընտրակեղծումներ են եղել, ոչ մի այդպիսի բողոք հանրության շրջանում չկա եւ բնականաբար իրենց կողքը մարդիկ դուրս չեն, իրանք չեն կարողանալու փողոցային պայքար սկսել։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորը անդրադարձ կատարեց նաև ընդդիմադիր ուժերի, մասնավորապես Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներից հետո բարձրացած աղմուկին եւ քննադատություններին։ Նրա խոսքով ընդդիմադիրների քննադատությունները անտեղի են, քանի որ իրենց ուժն ավելի շատ ձայներ է կորցրել 3 տեղամասերում քվեարկության արդյունքները ԿԸ կողմից չեղարկելուց հետո։ Վերջինս հավելեց, որ իշխող ուժը լեգիտիմության խնդիր չունի։ Այսօր կրակոցներ են հնչել Երևանում, օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դրանք հնչել են Կիլիկիա թաղամասում, Սիցվան փողոցում եւ կան վիրավորներ։ Դեպքի վայրում քրեական եւ համայնքային ոստիկանները հայտնաբերել են ատրճանագից եւ ինքնաձիգից արձակված մի քանի պարկուճներ, գնդակներ, անանման հետքեր, բնակչի տան երկաթե դարպասի վրա կրակոցի հետքեր, դարպասի մոտ կայանված հոնդայի վրա նույնպես հայտնաբերվել է կրակոցի հետք։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ավտովթար է տեղի ունեցել Երևանում կեսգիշերից 5 րոպե անց թիվ 46 երթուղին սպասարկող Զոնգտոնգ մակնիշի ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանած Զիլ Բեռնատարին։ Վթարի հետևանքով ավտոբուսի 3 ուղևորներ տեղափոխվել են բժշկական կենտրոններ։ Տեղի ունեցածի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը։ Հայաստան դաշինքի առաջնորդ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելքը Հայաստանից արգելվել է, հիշեցնենք, որ օրեր առաջ իրավապահները օդանավակայանից արգելել էին երկիրը լքել նաև Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, քանի որ նրա նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել առանձնապես խոշոր չափերի հարկերի վճարումից խուսափելու հոդվածով։ Հայաստանից արգելվել էր նաև ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանի ելքը։ Հայաստան դաշինքի падգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, նույն դաշինքի падգամավորի թեկնածու Ասատուր Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել տնային կալանքն ու 3 միլիոն դրամի չափով գրավը։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ падգամավորի թեկնածուները մեղադրվում են խմբով ընտրակաշառք տալու համար։ Օրեր առաջ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու դատախազի միջնորդությունները։
Ուժեղ Հայաստանի падգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանը կալանավորվել է 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար։ Մասնավորապես առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս մի խումբ անձանց հետ ազգային ժողովի հերթական ընտրություններին Ուժեղ Հայաստան դաշինքի օգտին քվեարկելու պայմանով Արտաշատ համայնքի 100-ից ավելի ընտրողի 100,000-ից 500,000 դրամի չափով ընտրակաշառք է տվել։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Նույն դաշինքի падգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանն էլ կալանավորվել է 2 ամսով։ Բարգավաճ Հայաստան կուսակցության իրավաբանների թիմը դիմել է սահմանադրական դատարան 3 ընտրատեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու պահանջով։ Միասնության թևերն էլ դիմել է վարչական դատարան պահանջել անվավեր ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունիսի 14-ի որոշումը, որում նշվում է հունիսի 7-ին կայացած հերթական ընտրությունների նախապատրաստման եւ քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքների վրա։ Սամվել Կարապետյանն էլ հայտարարել է, որ ընդդիմությունը միավորելու է եւ ստեղծելու խորհուրդ առաջիկայում էլ համատեղ անցկացնելու են ուժեղ հանրահավաք։ Ձերբակալվել է ազգային ժողովի նախկին падգամավոր Ռուբեն Հակոբյանը։ Ռուբեն Հակոբյանի դուստրը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են ձերբակալում հորը։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ Ռուբեն Հակոբյանը ձերբակալվում է քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի Ճոպանուղուն հարակից մոտ 225 հեկտար տարածքի նկատմամբ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Վարձակալության պայմանագիրը կնքվել է Կոտայքի մարզպետի եւ Միության նախագահ Գագիկ Ծառուկյանի միջև։ Դատարանի որոշմամբ ավելի քան 36 միլիարդ դրամ արժողությամբ տարածքը կվերադարձվի պետությանը, քանի որ խախտվել է հողային օրենսգրքով սահմանված ժամկետը։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Կարեն գյուղում էքսկուրսիայի մեկնած օրգանովի միջնակարգ դպրոցի 21 աշակերտներից 12-ամյա երեխայի առողջական վիճակը վատացել է, նրան տեղափոխել են Սուրբ Աստվածամայր եւ ապա Ուիկմոր բուժկենտրոններ։ Ավելի ուշ նարկոլոգիական հետազոտությամբ երեխայի մեզում հայտնաբերվել է K2 տեսակի սինթետիկ կանաբիոնիդ։ Թմրամիջոցի առկայությունը վերջնականապես շեշտելու համար նախատեսվում է կրկնակի փորձաքննություն։ Ալավերդուն նախկին համայնքապետն ու հանցագործության դրդած գործարարը 11 միլիոն դրամի վնաս են պատճառել։ Վալեքսի բաժնետերը դրդել, իսկ Ալավերդուն նախկին համայնքապետ Արթուր Նալբանդյանը հանցանք է կատարել։ Թե նախկին պաշտոնյան, թե գործարարը մեղադրյալի աթոռին են, գործը, որով 11 միլիոն դրամի վնաս է հասցվել համայնքին, դատարանում է։ Պեկ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը կանխել է 10 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի մաքսանենգ ներմուծումը Հայաստան։ Օպերատիվ տվյալների հիման վրա ձերբակալվել են Իրանի 2 քաղաքացիներ, որոնք կասկածվում են թմրամիջոցի տեղափոխման մեջ։ Պարզվել է, որ թմրամիջոցի 3 կիլոգրամը նախատեսվում էր փոխանցել Հայաստանի 2 քաղաքացիների, որոնք եւս ձերբակալվել են Երևանում։ Խոզարկությունների ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել են քրեական վարույթի համար կարևոր նշանակություն ունեցող իրեր։ Քրեական վարույթի շրջանակում բոլոր ձերբակալվածների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ադրբեջանի դատարանը ազատազրկման է դատապարտել Ռուսաստանի Դաշնության 8 քաղաքացիների, որոնք ձերբակալվել էին 1 տարի առաջ երկու երկրների միջև հարաբերությունների կտրուկ սրման շրջանակում։ Նրանց մի մասը դատապարտվել են 4-ական, մյուս մասը 3-ական տարվա ազատազրկման։ Հիշեցնենք, որ 2025 թվականի ամռանը Ադրբեջանում ձերբակալել էին մի խումբ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների, որոնց թվում ՏՏ մասնագետների, ձեռնարկատերերի եւ զբոսաշրջիկների։ Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում ճգնաժամը սկիզբ էր առել 2024 թվականի դեկտեմբերին Ակտուայի մոտ ադրբեջանական ավիաուղիների օդանավի կործանումից հետո, որի հետևանքով 38 մարդ զոհվեց։ Միջազգային նորությունները տեսաշարով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանն ունի 60 օր վերջնական համաձայնագիր կնքելու համար, հակառակ դեպքում կանեն այնպիսի բաներ, որոնք նրանց դուր չեն գա։ Թրամփը խոսել է նաև ԱՄՆ-Իսրայել հարաբերությունների մասին, նա մասնավորապես ընդգծել է, եթե չլիներ Դոնալդ Թրամփը, Իսրայելը կկործանվեր։ Մենք ենք ամբողջովին աջակցում, մենք ենք զենք մատակարարողները, մերն են B2 ռմբակոծիչները, հայտարարել է նախագահը։ Իսկ հարցին, թե կկարողանա զսպել Իսրայելին, որպեսզի հարվածներ չհասցնի Լիբանանին, Թրամփը պատասխանել է, որ կարող է նշելով, որ Իսրայելում իրեն մեծ հարգանքով են վերաբերում եւ կատարում իր հորդորները։ Ջեյդի Վենսը նույնպես խոսել է Իսրայելի մասին։ Իսրայելը լավ գործընկեր է, ինչպես Բրիտանիան կամ Ֆրանսիան, սա չի նշանակում, որ մեր շահերը միշտ պետք է համընկնեն, նշել է Վենսը։
Ուկրաինայի նախագահ Զելենսկին խորհրդակցության ընթացքում հայտարարել է, որ չի վիրավորվել Բելարուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարություններից, բայց պահանջել է, որ Բելարուսը իր ռազմական տեխնիկան դուրս բերի Ուկրաինայի սահմանից, հակառակ դեպքում այդ քայլերը իրենք կձեռնարկեն։ Ուկրաինայի մասին հայտարարություններ են արել նաև Ֆրանսիայի եւ Գերմանիայի ղեկավարները։ Մակրոնը նշել է, որ եվրոպացիները միջնորդներ չեն, այլ ուսուսի կանգնած են Ուկրաինայի կողքին։ Մենք աջակցություն ենք ցուցաբերում եւ մենք պատժամիջոցներ ենք կիրառել Ռուսաստանի դեմ։ Բանակցությունների օրը եվրոպացիները պետք է լինեն բանակցային սեղանի շուրջ, քանի որ Եվրոպայի շահերը անմիջականորեն տուժում են Ուկրաինայում տեղի ունեցողից, հայտարարել է նա։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն նշել է, որ Ուկրաինայի նման երկիրը չի կարող դառնալ Եվրամիության անդամ, քանի դեռ պատերազմի մեջ է։ Այնուամենայնիվ այն կարող է դառնալ Եվրամիության ասոցիացված անդամ, իսկ ավելի ուշ լիիրավ անդամ, նշել է նա։ Թրամփի եւ Մելոնիի հերավար բանավեճը վերածվել է քաղաքական սկանդալի։ Թրամփը հայտնել է, որ Մելոնին աղաչել է լուսանկարվել իր հետ։ Մելոնին հակադարձել է. «Ոչ ես եւ ոչ Իտալիան երբեք աղերսորղի դերում չենք լինում»։ Իտալիայի արտգործնախարարը չեղարկել է ԱՄՆ այցը։ Ողբերգական դեպք է տեղի ունեցել Անգլիայում։ Անգլիայի Բեդֆորդ քաղաքի մոտակայքում երկու գնացք է բախվել։ Վթարը տեղի է ունեցել Բեդֆորդից հարավ Էլստոու շրջանի մոտ։ Հաստատվել է մեկ զոհ, գնացքի վարորդը ընդհանուր առմամբ տուժել է 89 մարդ, 11-ը ստացել են շատ ծանր վնասվածքներ, 22-ը ծանր, 56-ը թեթև վնասվածքներ։ Դեպքի վայր են ուղարկվել ավելի քան 20 շտապօգնության մեքենաներ եւ մի քանի օդային շտապօգնության ուղղաթիռներ։ Նախնական տվյալներով գնացներից մեկը կանգնած է եղել, իսկ մյուսը բախվել նրա հետևի մասին։ Պատճառները դեռ քննվում են եւ պաշտոնական եզրակացություն առայժմ չկա։ Կարաչայի Չերքեզիայում անհանգիստ գետում շրջվել է երկու զբոսաշրջիկ տեղափոխող կատամարան։ Լեռնային գետի ուժեղ հոսանքի պայմաններում կատամարանը շրջվել է եւ երկու տղամարդիկ ընկել են ջուրը։ Նրանցից մեկը կարողացել է ինքնուրույն դուրս գալ ափ։ Երկրորդ զբոսաշրջիկին հոսանքը տարել է ներքև եւ նա համարվում է անհետ կորած։ Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները գետի հունում եւ ափամերձ հատվածներում։ Ռուսաստանի այն տվյալներով զբոսաշրջիկները նախապես չէին գնացել իրենց երթուղին եւ սպլավը Կարծառույցությունում, ինչը բարդացնում է նման դեպքերի վերահսկումն ու արձագանքը։ Շարունակում ենք թողարկումը, իսկ թողարկման այս հատվածում մարզական կարևոր թեմաների մասին զրուցել եմ միջազգային կարգի մրցավար մարզիչ Մարինե Կարապետյանի հետ։ Բարև Տիկին Կարապետյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավիրելու համար։ Տիկին Կարապետյան, խոսել ենք կարևոր մի թեմայի մասին, որը կարծես նոր մշակույթ է ձևավորվում հասարակության լայն շերտերում, հատկապես այն մարդկանց, որոնք զբաղվում են մարզչական աշխատանքով, ու իդեմս այն մարդկանց մենք հատուկ ընտրել ենք ձեզ որպես միջազգային մրցավար, արդեն 20 եւ ավել տարիների մարզչական փորձ ունեցող եւ այլն, բավականին շատ են ձեր տիտղոսները եւ ուզում ենք, որ հենց դուք որպես ոլորտի պրոֆեսիոնալ մասնագետ խոսեք այս մասին։ Հետեւյալն է թեման։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը ստեղծել է մի իրավիճակ, երբ մարզիչները պետք է հավաստագրվեն, դա ենթադրում է, որ պետք է նրանք անցնեն համապատասխան կրթություն, համապատասխան չափորոշիչներ ունենան, գիտելիքներ, փորձ, նոր կարողանան սկսեն զբաղվել մարզչական գործունեությամբ։ Կցանկանայի խոսեինք այս մասին եւ ասեիք, արդյոք ճիշտ է սա, արդյոք ուշացած է, ուշացած չէ, ինչպիսի խնդիրներ ունի, ինչպիսի խնդիրներ չունի։ Այս մասով ձեր մտահոգություններն ու ինչու՞ չէ նաեւ լավ կողմերը ներկայացնենք, խնդրեմ։ Ուրեմն ամենակարևոր եւ ամենամտահոգող թեման էր ֆիթնես ինդուստրիայում, այսպես ասենք, ֆիթնես մարզիչների վերապատրաստված լինելու, կրթությունը ստուգելու այդ փուլին անցումը, որովհետեւ բավականին երկար տարիներ է, ես բարձրաձայնում եմ այս թեման եւ եթերներով եւ սոցիալական կայքերի միջոցով ես փորձել եմ անընդհատ այս թեման ավելի արտի դարձնել եւ փառք վերջերս սայլը տեղից շարժվեց, կրթության եւ գիտության նախարարությունը, կրթության, գիտության եւ սպորտի նախարարությունը ներողություն եմ խնդրում,
ձեռք վերցրեց այս թեման ավելի լրջացնելու, ավելի կարևոր դարձնելու, այո, ֆիթնես ինդուստրիայի զարգացման հետ մեկտեղ շատ կարևոր է ունենալ կիրթ մարզիչներ, որոնք ովքեր ներողություն հանդիսանում են ոլորտի այն ներկայացուցիչները, ում միջոցով մարդ կարող է առողջանալ եւ կարող է տեղի ունենալ հակառակ process, այո, կարող է նա վնասվել, որովհետեւ ի վերջո, եթե մարդը ունի ավելորդ քաշ կամ թեթև ինչ որ խնդիրներ ըստ իրեն թեթև խնդիրներ, առաջինը գալիս է մարզասրահ, ոչ թե այց է կատարում բժշկի։ Օրինակ նույն ինքը ավելորդ քաշի դեպքում առաջնային օղակ է դառնում մարզասրահը, նույն ինքը թեթև մեջքից հավերի կամ թեթև մեջքից թեքվել է իրենց պատկերացմամբ թեթև մեջքից թեքվել է խնդիր գտնելու դեպքում գալիս են մարզասրահ։ Ինչ պետք է անի ֆիթնես մարզիչը, որպես առաջնային օղակ իր կիրթ եւ գրագետ լինելու շնորհիվ, նո բանիմացության շնորհիվ, այսպես ասեմ, պետք է կարողանա ճիշտ ուղղորդել մարդուն։ Եվ այստեղ արդեն առաջ է գալիս մարզիչ եւ բժիշկ փոխ համագործակցությունը, որը ի վերջո բերում է լավ արդյունքի, այո, դրական արդյունքի, ի օգուտ մարզվողի եւ ինչ խոսք ի օգուտ ֆիթնես կենտրոնի։ Տեսեք, այսինքն դուք դրական է գնահատում ԿԳՄՍ նախարարության, գուցե մի փոքր ուշացած, բայց այս որոշումը, որը իսկապես նպաստելու է, որպեսզի հասարակությունը իսկապես վստահությունը տա առողջ մարզչի մոտ գնալու եւ գրագետ ուսյալ մարզչի մոտ գնալու, ոչ թե ուղղակի պարզապես գնան տրենդների հետևից, որ այսինչը մարզիչ է, գնանք եւ գեղեցիկ ֆոտոներ անենք սոցիալական ցանցերում։ Բայց այդուհանդերձ մեր հասարակության մեջ կա այդ մշակույթը, որ թե դեռ նոր է ձևավորվում, որտեղ դուք ոլորտում բազմաթիվ երկար ժամանակ արդեն աշխատում եք, որ այ հաճախորդը կամ քաղաքացին ինքն է ընտրում իր մարզչին, թե ուղղակի պատական գնում են լավ գովազդի հետևից։ Այս մասով ինչպես է ոլորտում։ Աշխատում է բոլոր տարբերակները, գովազդի բոլոր տեսակները, սկսած բերան փոխելու այդ սարաֆաններ ռադիո կոչվածը եւ սոցիալական կայքերում մարզչի ինքնագովազդվելու, ինքնապրոպագանդվելու գովազդը, որովհետեւ ինքներս էլ մարզիչներով, նո հին մարզիչներով, այսպես ասած, երբ որ նոր մարզիչների գլուխգործոցները մեղմ ասած տեսնում ենք սոցիալական կայքերում, իրենց կարծիքները այդքան բարձրաձայն, նու ոչ այդքան ճիշտ կարծիքներ, այդքան բարձրաձայն գոռագոչալու սոցիալական կայքերում, մեղմ ասած մենք ուղարկում ենք իրար տարակուսանքով կարող մենք սխալ գիտենք այս բանը։ Այսինքն հավաստագրման գործընթացը այս հարցը լուծում է հիմնովին, որ տրենդային մարդկանց դեմքերի հետևից չեն գնում, գնում են պրոֆեսիոնալ, ուսյալ, կրթություն ունեցող, գոնե անատոմիական մարմնի կառուցվածքի իմացող մարդու մոտ։ Այո, ուղղակի այստեղ խնդրի երկրորդ կողմը գոյություն ունի։ Դեռ շատ անհասկանալի մասեր կան, օրենքը ըստ երևույթին ճիշտ է հրամանատրված է, բայց փոփոխման եւ մի փոքր ավելի ճկման եւ շտկումների կարիք ունի, այո, շատ ավելի ճիշտ կլինի ըստ իս երկու տարբերակ ունենք մենք ոլորտը կարգավորելու իմ կարծիքով, դա իմ սեփական կարծիքն է, սուբյեկտիվ կարծիքն է, ուրեմն ամենաառաջինը կրթություն տվող հիմնարկների ստուգումը, կրթություն տվող հիմնարկների դասախոսական անձնակազմի ստուգումը շատ կարևոր է դա եւ կմախ կարկասը, որով պետք է մեր կրթություն տվող հիմնարկը կրթի մեր ապագա ֆիթնես մարզիչներին կամ եղած ֆիթնես մարզիչներին, ովքեր պատրաստվում են ատեստավորման գործընթաց անցնել։ Իսկ կան այդպիսի հարթակներ, այդպիսի միջավայրեր, որոնք կրթում են թեկուզ ոչ ուղիղ դեմ դիմաց, այլ հեռավար on-line տարբերակով։ Ուրեմն կան շատ տարբեր կան, միջազգային ամենահայտնի ֆիթնես կազմակերպությունները, հենց մեկը NESM-ը տալիս են հեռահար կրթության հնարավորություն, դրանք ֆիթնես ոլորտի գիգանտներն են, ովքեր հենց տալիս են հեռավար կրթություն, ինքս էլ արդեն գրանցվել եմ, դա ամենահայ level, ամենաբարձր կետն է, այո, ես ինքս արդեն դիմել եմ, որպեսզի ստանամ NESM-ի վերջնական կրթություն, ֆիթնես կրթություն, բազային կրթություն, եւ դա արվում է միայն հեռահար տարբերակով։ Չկա ստացիոնար, իսկ ԿԳՄՍ նախարարության օրենքում դրված է, որ չի կարելի կրթություն ունենալ միայն հեռավար տարբերակով, այո։ Այստեղ հարցեր են, կարծում եմ շատ փոքր շտկելի հարցեր։ Երկրորդ մասը, ես էլի մտահոգությունս հայտնել եմ այս թեմայով, հայտնվել են շուկայում ինչ-որ կազմակերպություններ, մենեջեր կազմակերպություններ, որոնք մարզիչներին առաջարկում են իրենց ինչ-որ X գումարի դիմաց, ներկայացնել ինչ-որ փաստաթղթերի
անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ, որոնք իրենք կներկայացնեն նախարարություն եւ կստանան ֆիթնես մարշչի համար թույլատվություն։ Որը էլի ընկալելի չի։ Ինձ համար, այո, абսուրդի ժանրից է, սա ինչ պետք է անի։ Եթե ես մարզիչ եմ եւ դիմում եմ ատեստավորման համար, հենց նույն վարորդական իրավունքի տրամադրման օրինակը ես միշտ բերում եմ, վարորդական իրավունքի համար պատրաստել կարող են շատ կազմակերպություններ, ովքեր բացվել են, կրթում են ապագա վարորդներին, բայց վարորդական իրավունքը տալիս է պետավտոտեսչությունը ընդունելով համապատասխան գործնական եւ տեսական քննություն։ Հենց նույն մեթոդը գործում է ուսուցիչների վերապատրաստման, ատեստավորման հետ կապված եւ այնտեղ շատ բան նույն պաշտպանության նախարարության ատեստավորումն է գործնական եւ տեսական մասով կարծում եմ նմանատիպ ինչ որ մի մեթոդ պետք է կիրառվի եւ ամենակարևորը իմ համար ամենակարևորը կրթություն տվող հիմնարկների ստուգումը եւ կրթություն տվող հիմնարկների դասախոսական անձնակազմի ստուգումը, որովհետեւ ես հավատացեք տեղյակ լինելով Հայաստանում կրթություն տվող բոլոր հիմնարկներում կատարվող գործընթացներից կարող եմ ձեզ վստահեցնել, որ զուտ դրամի դիմաց կարող ենք ունենալ սերտիֆիկատներ։ Սերտիֆիկատի հիման վրա չի կարելի տալ ֆիթնես մարշչի որակավորում։ Կարևոր թեմաներ են, որոնց անմիջապես դուք հղեցիք ձեր մեսիջը որպես ոլորտի պրոֆեսիոնալ պատասխանատու, որ զբաղվի պատշաճ եւ այդ ամբողջը կարգավորվի։ Հետևյալ հարցն եմ ուզում ձեզ տալ, Տիկին Կարապետյան, ինչպիսին է այսօրվա հայ սպառողը, այսինքն այս դեպքում ձեր սպառողը, մարդը, որը գալիս է մարզումների, ինչ պահանջներ ունի, հա, գալիս են ասում են, միանգամից ուզում են գեղեցիկ մարմին, հա, ինչ որ աստղի նմանվենք, թե ինչպես գալիս են հասկանալով, որ երկար ծանր աշխատանք է, դա հեշտ գործ չէ։ Ճիշտ սննդակարգ, քրտնաջան աշխատանք, երկարաժամկետ հեռանկարում արդյունք, այս մասով ինչպիսին է մեր այսօրվա հաճախորդը, սպառողը։ Բնականաբար բոլորի թիվ 1 հարցը ինչ ուտենք նիհարենքն է։ Երբ լսում են հակառակ պատասխանը պետք է չուտել նիհարելու համար ընդամենը եւ ակնկալում են մեկ շաբաթում շատ մեծ արդյունք, ինչը էլի հնարավոր չէ, այ հենց ունենք այնպիսի մարզիչներ, ովքեր 1-2 շաբաթում շատ մեծ քաշի նվազեցման ինչ որ պրոպագանդայով են զբաղված, շատ մեծ արդյունքներ են ցույց տալիս, ի վերջո դա հանգեցնում է շատ լուրջ առողջական խնդիրների, որովհետեւ քաշի նվազեցումը չի կատարվում 1-2 շաբաթում, դա ջրի նվազեցման հետևանք է, դա աերոբ ածխաջրերի, սպիտակուցների ոչ միայն աերոբ եւ անաերոբ վիճակների եւ հետո սիրտանոթային համակարգի ծանրաբեռնում է, աղեստամոքսային համակարգի ծանրաբեռնում է, չի կարելի միանշանակ վերցնել եւ 1 ամսում ակնկալել ինչ որ աստղաբաշխական թվեր նիհարելու համար։ Սա նիհարելու մասով, բայց նաեւ նույն խնդիրը մենք ունենք քաշ հավաքողների դեպքում, հավատացեք, նրանք էլ շատ են, երբ որ պետք է անհրաժեշտ մկանային մասսա ձևավորենք մարդու մոտ, որովհետև հենաշարժողական ապարատի հենց նույն ողնաշարի խնդիրներ են, լուրջ խնդիրներ են առաջանում վատ մկանային կորսետի պատճառով, այսինքն չկա այն մկանային կորսետը, որը կարող է գրկել ողնաշարը, գրկել կմախքը, որպեսզի մարդը չունենա, ասենք նույն հենց մեջքի ցավեր, չգիտեմ, ոտքերի ցավեր, ճողվածքներ ողնաշարային եւ այլն։ Ոչ միայն ճողվածքները առաջանում են եւ пассив եւ ակտիվ դիրքերից, այնտեղ խնդիրները տարբեր են, դա բժիշկների գործն է, մեր գործը միայն այդ մկանային կորսետը ճիշտ հավաքելն է, ելի եմ կրկնում, համագործակցելով բժիշկների հետ պարտադիր։ Տեսեք, Տիկին Կարապետյան, եւս մի կարևոր հարց, որը շատ տեսանելի է։ Եվրոպական զարգացած երկրներում մենք տեսնում ենք 70 եւ ավել տարիքի մարդկանց, որոնք ամենօրյա ռեժիմով հաճախում են ֆիթնես ակումբներ, մարզվում են։ Մեզ մոտ չկա նման բան։ 40-ից բարձր կարծես չեն ուզում գնան։ Ինչու է դա պայմանավորված։ Այդ մշակույթի կրողը չենք դեռ, չենք հասել այդ կետին, թե ուղղակի մեր թոշակառուն չունի այնքան գումար գուցե այստեղ լրիվ ուրիշ հարց է գալիս, որ իրեն թույլ տա, կամ մտածում է, որ ես մեծ տարիքում չպետք է գնամ։ Եվ մենք տեսնում ենք տարեց տուրիստներ, որոնք ինքնուրույն 80 ավել տարիքի շրջագայում են, կյանքը վայելում են ու նաև մարզվում են նաև։ Մեր դեպքում ինչպես է հայկական մարզաշխարհում, այսպես ասած։ Մի քիչ ավելի սկզբին անցնեմ հարցի, Արա ջան, հենց երեք Հայաստանում մեկնարկել է կարատեի միջազգային
մրցույթ փառատոն, որտեղ մասնակցում են 10-ից ավելի երկրի ներկայացուցիչներ։ Ես երեք հրավիրված էի միջոցառման պաշտոնական բացման արարողությանը։ Հենց տեղի ունեցավ Վանաձորում, ինչը ինձ շատ ուրախացրեց, այնտեղ մասնակցում էին 80+ տատիկների թիմ։ Դուք պետք է տեսնեիք նրանց այդ կատաների կատարումը, կատայի համար քննություն հանձնելը, 70+, 80+, ես ապշած եւ սենց մեծ զարմանքով էի դրան նայում, թե մարդիկ ինչքան կարող են հետևել եւ խնամել իրենց։ Սա հարցի առաջին ավելի պոզիտիվ հատվածը։ Անցնենք երկրորդ մասին, ուրեմն երբ որ սկզբում մենք ֆիթնեսի հիմքն էինք դնում Հայաստանում, նույնիսկ ինքներս չիմանալով թե ինչ է իրենից ներկայացնում ֆիթնեսը, այդպես էնտուզիաստներ էինք, ընկերներ, ովքեր պատրաստ էին դուրս գալ, անվճար մարզել, որպեսզի հասկանան մարդու եւ մարզչի կոնտակտը, դուրս էինք գալիս համալիրի բակ, անվճար մարզում էինք մի քանի ընկերներով բոլորին ու դա դարել էր մեր առօրյան։ Հավատացեք, հենց այդ ժամանակից սկսած իրոք ձևավորվեց կուլտուրան եւ բոլորս էլ արդեն ֆիթնես կենտրոններում սկսել ենք տեսնել տարիքով մեծ հաճախորդներն ու 70-80 տարեկան կոնկրետ, այո, իմ պրակտիկայում շատ կան, իրենց մեզ մոտ բերում է ցավը իրականում, իրենց հիպոակտիվության պատճառով, իրենց կյանք մտած ցավը եւ հետո բժիշկների ճիշտ ուղղորդումը, այնքան կարեւոր է դա, ճիշտ է նրանք էլ իրենց հերթին մտավախություն ունեն, թե ֆիթնես կենտրոնում ինչ մարզչի կհանդիպի իրենց ուղարկած պացիենտը եւ պացիենտը արդյոք պացիենտից կդառնա ուղղակի հաճախորդ ֆիթնես կենտրոնի, սա ամենակարևոր մասն է, բայց տենդենց արդեն բավականին մեծ աճով տեսնում ենք մենք։ Շատ լավ է եւ վերջին փորձենք ամփոփել, որովհետեւ մեր եթերային ժամանակն ավարտվում է, ինչ խորհուրդ կտայիք այն մարդկանց, որոնք ամեն անգամ ասում են վաղը կգնամ, մյուս օրը կգնամ, երբ կգնամ մարզվելու, ինչ անեն, վեր կենան աթոռից եւ գան բազկաթոռից վեր կենան եւ գան մարզվել։ Ինչ խորհուրդ կտաք, ունեք հնարություն եթերում ասելու այնտեղ։ Մեր շատ սիրելի ապագա մարզվողներ, ինձնից ձեզ խորհուրդ որպես պրոֆեսիոնալ, որպես մարզիչ, պետք է մարզվել սկսենք հենց հիմա։ Հենց այսօր ու հենց հիմա, թեկուզ հենց տանը ձեր բազկաթոռին նստած։ Մարզվում ենք այսօր, որպեսզի առողջ լինենք վաղը։ Այսօրվա ձեր մարզումը վաղվա ձեր առողջ ներդրումն է։ Շնորհակալ եմ հանգամանալից ներկայացնելու համար։ Սիրով։ Այսքան այժմի համար ցտեսություն։